Շնորհակալություն Գորսուջանին, իսկապես շատ գեղեցիկ ինտերպրետացիա Չարենցի։ Այո։ Եվ ներկայացնենք հյուրին, հետո ես հյուրին առաջին հարցը արտոնեմ։ Հիմա խոսելու ենք Չարենցի մասին։ Նրա ծննդյան օրը կարծես առիթ է հերթական անգամ բացահայտելու Չարենցին։ Կարծես սպասում ենք, թե էլ ինչ կա թաքնված նրա կյանքի տողերում։ Մեր տաղավարում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս շնորհավորում եմ։ Եղիշե Չարենցի բառերով երգ է գրվել, երաժշտություն, դուր է գալի ձեզ թե չէ, ընդունում եք, ընկալում եք։ Իհարկե ընկալում ենք, որովհետև դա նաև շատ աջակցում է մեզ, հա, հենց թանգարանին, որովհետև մենք պիտի փորձենք Չարենցի ստեղծագործությունները շատ տարբեր ձևաչափերով հասանելի եւ մատչելի դարձնենք մեր հանրությանը։ Ունի նաև թանգարանում այս երաժշտությունը։ Այո, իհարկե ունի նաև։ Չեք ասում, որ սա հայեցի չի, Չարենցին այսպես չի կարելի։ Ոչ, Չարենցի ստեղծագործությունները երաժշտական տարբեր ձևաչափերով ներկայացվում են եւ ոչ միայն ուրեմն լսեցինք այս գեղեցիկ կատարում, այլ նաև կան ավելի դասական երաժշտական կատարումներ։ Եվ ավելի ռադիկալ, ոչ դասական, այո, այո, էթնովոճի։ Իհարկե դա շատ հաճելի է, որովհետև դա հա, ասեք։ Նաև մեզ համար այսպես մի աջակցող մեխանիզմ է։ Ես ինչի եմ ասում հայեցի չի եւ որտեվ շատ դեպքերում օրինակ կոմիտասագետները, չէ, դեմ են, որ կոմիտաս այդպես են երգում, ասում են սա վարպետը այսպես չէր եւ ես ֆելոյի կատարում լսել եք Չարենց։ Այո։ Ռեփ կատարում։ Եվ առհասարակ ես գիտեմ, որ ֆելոն մեծ նախագիծ ունի գաղափար, որ առհասարակ ունենան մեկ ձայնասկավառակ Չարենցի բանով եւ մտածել ենք, որ այդ ձայնասկավառակի ալբոմը անունը ինչ կարող է լինել, կարող է գուշակել։ Ալբոմ, չալբոմ։ Չալբոմ։ Չալբոմ, այո։ Ինչ լավ միտք է։ Չարենց չալբոմ։ Դրա համար, այսինքն դուք դեմ չեք դրան եւ կողմ եք։ Իհարկե մենք ազատ ենք եւ առհասարակ արվեստագետներն են ազատ, ինչպես կարող են, իրենք կարող են մեկնաբանել։ Բայց արի նաեւ փաստենք օրային, որ իսկապես հիանալի երաժշտություն էր եւ անգամ Ֆելիքսենց տարբերակն էլ, հա, չենք կարող խոսել, որ այն անորակ է, այն իսկապես շատ գեղեցիկ է եւ կարծում եմ, որ պատվով է ներկայացված։ Կան բաներ, որոնք որ շատ դժվար է փչացնել։ Դե տեսած ուրեմն սա այդ դեպքն է։ Եկեք խոսենք այո, Չարենցից եւ խոսենք թանգարանից։ Ինչպես է անցնում թանգարանում այցելությունները, այս օրերն ինչպիսին են, ինչ տոնական է, տոնական ինչ միգուցե ծրագիր ունեք։ Այո, այսօր առհասարակ թանգարանի համար տոն է եւ միշտ ամեն տարի այսօրվան մեծ անհամբերությամբ ենք սպասում եւ անընդհատ մտածում ենք, թե ամեն տարի նորովի ինչպես կարող ենք ներկայացնել այո մեր սիրելի գրողին, որովհետեւ նրա թողած գրական ժառանգությունը շատ հարուստ է եւ պիտի կարողանանք ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով ներկայացնել եւ ժամանակին համահունչ լինել, որովհետեւ Չարենցն էր ասում, չէ, իր ստեղծագործություններում, թե ուզում ես երգդ լսեն ժամանակիդ շունչը դարձիր եւ այդ պատգամով է Չարենցի տուն-թանգարանը աշխատում։ Եվ այս տարի նշում ենք բանաստեղծի 128-ամյակը եւ այսօր նաեւ պիտի անդրադառնանք Չարենցի ճանապարհորդություններին, որովհետեւ դա պատահական չէ, այս տարի նշանավորվում է նաեւ իր ճանապարհորդությունների 100-ամյակը։ Ուղիղ 100 տարի առաջ, հենց այս օրերին Չարենցը ճամփորդում էր եւ այդ ճանապարհորդություններին մեծ աջակցություն են ցուցաբերել այն ժամանակ հայտնի գրականագետ հասարակական գործիչ Հարություն Սուրխաթյանը եւ իհարկե Ալեքսանդր Միասնիկյանը, ում անմիջական աջակցությամբ Չարենցը հնարավորություն ունեցավ ճանապարհորդելու։ Սուրխաթյանը դիմել էր Միասնիկյանին, որտեղ խնդրել էր, որ ունենք մի նոր բանաստեղծ, որին պետք է որ աշխարհ նա կարողանա տեսնի, դա կնպաստի իր աշխարհայացքի ձևավորմանը, գեղագիտական ճաշակի ընկալմանը եւ նոր գործեր կծնվեն այդ ճանապարհորդությունից։ Այն ժամանակ իսկապես կարևոր բաների մասին։ Եվ աջակցում։ Եվ աջակցում։ Եվ Չարենցը սկսեց իր ճամփորդությունները մեկնարկել Տրապիզոնից, բայց նպատակ ուներ հասնելու մինչև Ամերիկա։ Իհարկե բոլոր իր այսպես նախատեսած, այո, այսպես մտքերը չիրականացան, բայց մի քանի երկրներում հնարավորություն ունեցավ լինելու։ Դրանք են Հունաստանը,
Ֆրանսիան, Իտալիան եւ եվրոպական երկրները եւ հենց այս տարի մենք ունենք շատ գեղեցիկ մի ցուցադրություն, որի բացումը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին Չարենցի տուն Թանգարանում։ Բացի հիշողություններից ինչ որ ֆոտո փաստեր կան, օրինակ որ Չարենցի Իտալիայում, Չարենցը Հունաստանում։ Հենց այդ մասին եմ ուզում անդրադառնալ, որ կունենանք ցուցադրություն ճամփորդական հուշեր Իտալիա խորագրով եւ այսօր մի փոքր հնարավորություն կունենան մեր այցելուները ճանապարհորդելու Italiայով, Չարենցի օգնությամբ եւ Չարենցի հուշերով։ Այդ ցուցադրությունը իրենից ներկայացնում է շատ բազմակողմանի, այսպես համալիր մի երևույթ, որտեղ ներկայացված են Չարենցի հուշերը, Իտալիայից այնտեղից ձեռք բերված իրերը, նվերները, որոնք նա ստացել էր Իտալիայում, գիտենք, որ այդ տարիներին այնտեղ էր ապրում նաև մեր մյուս մեծանուն գրողներից մեկ Ավետիք Իսահակյանը, եւ Չարենցը Իտալիայում լինելով հանդերձ իհարկե չէր կարող չհանդիպել Ավետիք Իսահակյանին, այո, եւ բավական երկար ժամանակ իրենք միասին են անցկացրել այնտեղ, եւ այս տարի, քանի որ նշվում է Ավետիք Իսահակյանի հոբելյանական 150-ամյակը, մենք այս ցուցահանդեսը նվիրում ենք նաև վարպետի Հոբելյանին։ Լավ, մենք նշեցինք, որ ունենք ցուցադրություն։ Մեծերը Իտալիայում։ Իսկ ինչպես է ցուցադրված, արդյոք օգտագործված է նորագույն տեխնիկայի միջոցները, միգուցե 3D, 5D։ Այո, արհեստական բանականություն։ Այո։ Շատ արհեստական բանականություն նախատեսված էր, որ պիտի իրականացնենք, որ օրինակ կարող է կենթանացնել ֆոտոնկարը։ Հա, դրան այս պահին դեռ հերթը չհասավ, բայց կուզեմ նշել, որ Թանգարանում մենք ունենք հիմնական ցուցադրությունում Չարենցի հոլոգրաֆիկ պատկերը, որը բաց է այցելության համար եւ մեր այցելուները հնարավորություն ունեն այն տեսնելու, բայց այո, այս ցուցադրությունը բավական ժամանակակից ձևով է ներկայացված, այնտեղ տեխնոլոգիական լուծումներ կան եւ նաեւ որոշ ստեղծագործություններ, որոնք Չարենցը ստեղծել էր Վենետիկում, այո, շատ նորարար ձևով է ներկայացված։ Եթերի սկզբում ես եւ Նելին ուզում ենք հիշել, երբևիցե լսել ենք եւ չհիշեցինք, կամ վատ հիշողություն ունենք, կամ չենք լսել։ Եղիշե Չարենցի ձայնը, ձայնագրված գոյություն ունի։ Ոչ, ցավոք, դա մտածում ենք, որ կա։ Ես քեզ համոզված եի, որ կա։ Չէ, ցավոք դա կապվում է Չարենցի կյանքի անսպասելի ավարտի հետ, գիտենք ինչ ողբերգական ավարտ ունեցավ եւ շատ նյութեր այն ժամանակ պարզապես ոչնչացվել են։ Ահ, ոչնչացվել է, որտեղ ըստ էության եղել, որտեղ դե չգիտեմ, Տոլստոյի ձայնը անգամ կա ձայնագրված։ Այո, մինչև հիմա մենք մեր մյուս մեծերի ձայները ունենք եւ Մարտիրոս Սարյանի եւ Ավետիք Իսահակյանի, համոզված եք, որ եղել է եւ ոչնչացվել է։ Մենք այդպիսի փաստագրություն չունենք, եղել է, ոչնչացվել է, ուղղակի կա փաստ, որ մինչև օրս ոչ մի տեսանյութ չի պահպանվել։ Ոչ մի տեսանյութ եւ ոչ մի ձայնագրություն չկա։ Իսկ ինչ կարող ենք ասել, նախ նորից ամենատարի անդրադառնում ենք սրան, վերջին օրերի մասին, էլի շատ բաց թողումներ ունենք եւ սպիտակ էջեր ցավոք սրտի։ Արխիվները վերջով բացվում են, Ռուսաստանի Դաշնության նախագահ հայտարարել էր, որ KGB-ի արխիվներն էին բացվելու վերջապես, նորություններ ինչ որ կան եւ վերջին օրեր ինչպես, որտեղ, հետո ինչ եղավ։ Դա այդպես անորոշ էլ մնացել է, որովհետև մենք ունենք շատ տարբեր վերլուծություններ եւ տարբեր գրականագետներ, հատկապես չարենցագետներ արել են այդ հետազոտությունները, այնքանով, որքանով հնարավոր է եղել։ Այս պահին նոր ոչ մի։ Այս պահին ոչ, նույնիսկ իր մահվան հետ կապված մենք ունենք Թանգարանում անընդհատ լինում են այդպիսի առաջարկներ, որ մենք գիտենք Չարենցի նույնիսկ գերեզմանի տեղը, գնում ենք այդ բոլոր հետքերով, այսպես փորձում ենք պրպտել եւ այլն, բայց դե իհարկե դա Իսկ դա տարբեր տարածքներ են ամեն անգամ։ Այո, ամեն մեկը տարբեր տարածքներ է առաջարկում։ Հայաստանում։ Երևանում։ Այո։ Բայց ցավոք կարծում եմ ոչ մեկս չենք կարող իմանալ, որովհետև դա շատ, այո, գրվում են, դրանք հիմնականում այսպես ուղղորդվում են հուշերի տեսքով, այդ աղբյուրների տեսքով, բայց երբ գնում ես կոնկրետ այդ վայրերը տեսնելու, այնտեղ ոչ մի ձևով հնարավոր չէ։ Այսինքն ոչ մի կոնկրետ գերեզման չի բացվել, մասնունքներից DNT չի վերցվել, չի համեմատվել ոչ մի բանի հետ, ոչ մի տենց բան դեռ չունենք։
Լավ, մենք պիտի գնանք գովազդ դիտենք, վերադառնանք, քանի որ կարծում եմ մեր թեմաները դեռ շատ են ձեզ հետ զրուցելու։ Գովազդ մեր եթերում։ Այո, գովազդ։